Բարի լույս բոլորին, հազար բարևներ, բարի առավոտ թող բացվի, նորից նույն գործին 2 բաժակ կոֆե դնեմ, ես ու Աշոտը խմենք, ամեն մեկս գնա իր գործին, հիմա գիտեմ, եկել եք, ձեզանից շատերը հենց այս պահին խոհանոցում են, կոֆե են պատրաստում, խմեն գնան աշխատանքի, Աստված ջան թող օրը բարի բացվի, լույսը բարի բացվի, մենք գնանք աշխատենք, գանք մեր տանը, մեր գործերով, ես իմ տրամադրության անկումը հասկացել եմ ինչումն է, որովհետև բնությունը մի տեսակ, որ մահանալ չի կարելի ասել, քնում է, ես էլ մի տեսակ տես նայում եմ ու տխրում եմ, դա է իմ տխրության արդյունքը, բոլորը գիտեք, որ ես դուրս եմ գալի, գնում եմ հողամասը չէ, հենց ինչ-որ միտեղ բնության մեջ, գետի մոտ, ոսկով որ տանից դուրս եմ գալիս, ինձ շատ լավ եմ զգում, հիմա էլի կարող եմ գնալ, ինչու չէ, ցրտին էլ ման գալ, հա Լիլիթ ջան, Լիլիթն էլ արթնացավ, կոֆեշ չթափի, Աշոտը արթնացել, լա Լիլիթ, ասա կոֆեն եղավ, հա Աշոտ ջան, եղել է, մաման է ժամ չի նայե, երկու անգամ է, դժվար է չէ քնից շուտ արթնանալը, մենակ Լիլիթն է շուտ արթնանում, վախենում է դպրոցից ուշանա, արդեն տանն եմ, ես աշխատանքից վերադարձել եմ և մի հատ թեյ խմեմ ու անցնեմ իմ գործերին, սա մայրամ խոտով թեյն է, առանց շաքարավազի կխմեմ, սիրում եմ մռայլ եղանակին թեյ խմել, թեյս խմեմ, տեսնեմ ինչ եմ անում, փոշեկուլը դրել եմ, փոշեկուլ անեմ, առջևում նոր տարի է, պետք է ուբորկա անենք, մեծ մաքրություն պետք է սկսենք, ամեն ինչը դարակներով, բաժակներով, սպասքով, հատակով, գորգով, պատուհաններով, վարագույրներով, մի խոսքով արդեն բոլորիդ էլ ծանոթ է, ինչ պետք է անենք, մաքրում ենք, որ մաքուր լինի, հաճելի լինի, տարին դիմավորենք մաքրությամբ, և մի բան եմ հասկացել, որ ամենակարևորը մարդու սիրտը, միտքը մաքուր լինի, հոգին մաքուր լինի, կարևորը դա է, դրա համար մաքրենք մեր հոգիները, մաքուր լինենք, միմյանց հանդեպ բարի լինենք, դա է մնում մեզ, փոշեկուլը դրել եմ, որ հեսա թեյս խմեմ, վեր կենամ, փոշեկուլ անեմ, մաքրեմ, մնում է, դասավորած է ամեն ինչ, մնում է, որ փոշեկուլով մաքրեմ, մանրահատակը մաստիկա է, փայլացնեմ, մի խոսքով տեսնենք էլի, և ես թեյս խմեցի, անցնեմ իմ մաքրության գործերով, փոշեկուլ հերթով հյուրասենյակից մաքրելով կամ, բայց գիտեք մտքումս ինչ անցավ, մի հատ խամյակի սիրեմ նոր, աշխատանքից որ գալիս եմ, ես մի հատ ես մռութիկիս ուզում եմ վերցնել սիրել, ենքան շատ եմ սիրում ես խամյակին, ինքը ոնց որ տենց հանգստություն, մի տեսակ խաղաղություն եմ զգում, շատ եմ սիրում, փափուկ, ոնց որ սենց նապաստակ լինի, սկյուռիկ լինի, չեմ կարա ասեմ, շատ լավն է իմ խամյակ, ու կտորել կաղամ տամ թղուտի,
Իսկ լավ է ուտում։ Կաղամը սիրում, ացորեն, ամեն ինչ էլ կա մոտը։ Բերեմ մոտիկից, տեսեք ոնց է սիրում բռնում ու ուտում։ Լավն է, չէ։ Փոքրիկ թաթիկներով բռնել է ու ուտում է։ Կրծում։ Ոյ ան։ Իսկ լավն է թաթիկներով բռնել։ Կեր։ Սա էլ երեխու պես բան է, եթե ինչ-որ մի կենդանի, մի բույս, մի կենդանի պահում ես կամ բույս մշակում ես, պետք է ուշադրություն դարձնես, ուշադիր լինես։ Դե բույնն էլ տեսել եք, այսպես փայտի մնացորդներ են, փայտի կտորներ են, ահա։ Անդադ փոխում ենք, առել ենք էլի, փոխում ենք, լվանում ենք վանդակը, որ հոտ չգա։ Մեկ ասում են վայ խամյակ հոտ կգա, ոչ մի հոտ չի գալի, եթե մաքուր պահես, ոչ մի հոտ էլ չի գալիս, ինքը շատ մաքուր կենդանի է, ասեմ, որ մեզ էլ արդեն ճանաչում է, համովեր, կաղամ շատ է սիրում, այնը տեսակ չէ, որ գնացի խամյակ գնելու, նրանք ցենց տեսքին նայեցի, այն որ հիասթափվեցի, շատ լավն է, ան, խեղտվես պարկած, այ խեղտված, դնեմ բույնը, լավ ինձով է ժամանակ տվե, տունը մաքրեմ, նոր հետո կսիրեմ քեզ, մռութիկ, արդեն կշտացավ, հետո որ ինքը ուտում է, իր բնան մեջ տենց կարուսելի պես կլորակ բան կա, մտնում է մեջը, տեսեք, ես էլ բույնը իրա, ահա դրեցի բույնը, հեսա, սա էլ խամյակի բույնը, տեսեք մտավ, հեսա, այստեղ ինքը պտտվելու է, Պես չէ, սոված է դեռ կաղամները, թող ուտի, գնում է պտտվում է, իհարկե Լիլիթը շատ է փայտը լցե, հել պտտվի, չէ ուշու միտքը ուտելն է, լավ թող ուտի, հետո կպտտվի, ես էլ անցնեմ իմ գործին, սա երեկվա կանաչին է, սրբիչով փաթաթել եմ ու հիմա արդեն գործից եկել եմ, լավ ինքը ջրքանվել է, շերտ եմ լցնում, շերտ ասելով, այսինքն պետրուշկա համ եմ իրար հետ խառը լցնում եմ ու պահեմ բանկայի մեջ, նույն տարբերակով, ասեմ, որ մի քիչ որակը ոնց որ թե այն չէր, բայց դե էլի երկար կմնա, խառը դասավորում եմ, պետրուշկա համեմ, համեմը չեմ դնում ներքևը կամ պետրուշկան, որ հանելուց ամբողջը հանեմ, խառը ճուղեր, հեշտ է այսպես շատ, և չենք էլ սեղմում, հա, շատ պետք չի սեղմել, երկար մնաց տեսակ, խաբելու ոչ մի բան չկա ու երևի թե շատերդ էլ արել եք, գրել եք, ահա, և փակեմ ու դնեմ սառնարանը, դուռն ա Լիլիթ, դուռն ա, համեցեք, այսպես, նորից սառնարանը, ահագին ժամանակ կօգտագործեմ, այն որ ոչ մի տենց դժվար բան չկա, իրոք արեք, շատերն են գրել, շատերը նաև անձամբ շնորհակալություն են հայտնել, ես ուրախ եմ, որ օգտակար եմ լինում ձեզ,
Սիրելի հետևորդներ, բիսկվիտ եմ պատրաստում, այս վերջի մի քանի օրը բիսկվիտը պարտադիր է երեկոյան, եմ որ շատ հավեսով ուտում են, շատ մեծ սիրով կարելի ասել, նույնիսկ Լիլիթը նորեկ է ասում, գազարով ես պատրաստում, այդքան ուրախացավ, բայց դե այս անգամ գազարով չեմ պատրաստում, բանանով, 2 ձու, 1 բաժակ շաքարավազ, այստեղ ես մի փոքր վանիլ ու այս ամենը ես հարում եմ հարիչով։ Հարիչով հարեմ, հետո կավելացնենք մնացածը։ Ահա։ Մի լավ հարեցի, սպիտակեց, փրփրեց, բայց դե ես սոդա եւ բուսայուղ էլ կլցնեմ ու անպայման մածուն։ Մածունը մոտ որ սուտ չասեմ մի բաժակի չափ է մնացել, հենց սրա մեջ էլ ես մի կես թեյի գթալ մածունի մեջ սոդա կլցնեմ։ Ահա, ու կխառնեմ, կլցնեմ այս զանգվածի վրա։ Անցած բիսկվիտի մեջ տեսակ 3 գթալ լցրեցի։ Փրփրեց մի լավ, մազը ջան լցրում։ Ուժեղ անձրև ակալի, ուժեղ անձրև, թաց ձյուն էր տվել, երևի գիշերը արդեն փոխվի ձյան։ Բուսայուղ։ Ամենահարմար տարբերակը բիսկվիտներն են, որ առանց կրեմի, առանց ինչ-որ մի բանի, առանց ջնարակի։ Սա այսպես։ Մի փոքրելը ուրեմն ես ինչ եմ ավելացնում, այստեղ խնձորի քացախ, և ալյուր պետք է լցնեմ, բայց մի հատ ես այս բանանները լվանամ ու գա։ Երևի շատ չեմ, մենակ թե հոսած լինի, ուրիշ ժամանակ կարող է հոսած լինեն, բայց այս դեպքում չեմ կարող ասեմ, այն համը չունի։ Ճիշտն ասած, այն համը չունի։ Սկան բանանը չեմ ուզում բլենդերել, ուզում եմ փոքրիկ կտորներ անեն։ Ափսոս, որ լավ հասած չի։ Սա դնում եմ մի կողմի վրա, հիմա ալյուրը լցնեմ, հետո նոր բանանը, որ
այդ իր իջուրիկության աստիճանը որոշ է։ Ջրիկա Ճիշտ է այսպես ալյուրը լցնել, արդեն դու գիտես քո աչքաչափը, պինդ է, թույլ է խմորը, պինդ է ու նոր կլցնեմ բանանը։ Կարող եմ ընկույզը լցնել, ինչու չէ, ավելի համեղ կլինի։ Ընտիրա, մի հատ հարիչով հարեմ նոր։ Որպեսզի ավելի հարթ խմոր ստացվի։ Իսկականն է։ Գազօջախը միացնեմ։ Այլ է Լիլիթ։ Ահա, բիսկվիտ եմ թխում, այն էլ բանանով։ Հավանում ես։ Հա։ Բանանը լցնենք։ Համով բիսկվիտ։ Անտար։ Մենակ չեմ հասկանում, պոպոկել գցենք, թե չէ։ Բանանի համ, չէ։ Բանանի համ։ Բանանը կարել է կես կտորանել։ Հա։ Կարամ ուտեմ կես։ Հա, կեր, բանանը կեր։ Այդ մասը կեր։ Նա։ Հա։ Էդի կոննա։ Էդը նիմնա։ Կեր, մենք ու լցնենք։ Ես թվում է պակաս բան չկա։ Սա լցնենք։ Յուղաթուղթը դրել եմ։ Պարտադիր են կողքերն է բուսայուղ եմ քսում, որ չկպնի։ Որտե՞ղ դեռ շատ կա։ Լավ մաքրը։ Ջեռոցն էլ տաք է։ Կողքերը տանք։ Լիլիթ, ինչ ես պատուհանները բացում, փակում։ Ինչ ես ստուգում։ Ուզում ա տեսնի ձյուն ա գալի, թե անձրև։ Վերջ մնաց, դնեմ ջեռոցը ու թխվի, ցանկացած մրգով, ինչով էլ որ սիրեք, նույնիսկ ջեմերով կարելի է պատրաստել։ Մյուս անգամ ջեմով կպատրաստեմ։ Եվ 15 րոպեից արդեն բիսկվիտը պատրաստ կլինի։ Դուրս գանք մի հատ պատշգամբ։ Մի հատ դուրս գանք պատշգամբ։ Անձրևը բայց տաք է դուրս անես չի, որ շատ ցրտել է եղանակը։ Ես էլ իմ էջում, իմ ալիքում եղանակի տեսություն էլ կա։ Եղանակն էլ եմ ցույց տալիս, հիմա բոլոր մարզերում էլ անձրև կլինի, իհարկե մարզեր կան, որ հաստատ արդեն ձյուն է գալիս, ձյուն կլինի։
Անցնեմ ներս բիսկվիտս չվարվի։ Արդեն բիսկվիտը էպվեց։ Պետք չի էլ շատ կարմրի։ Մի հատ ստուգենք։ Այս սպիտակները բանանի 2 րոպե էլ դնենք լավ։ 2 րոպե։ 2 րոպե էլ թողեվի։ Եվ արդեն բավական է, վերջ։ Ինչ եղավ, եղավ։ Սա անջատենք, սա էլ։ Այստեղ։ Տեսեք մի քիչ։ Ինչ է, այս սպիտակները բանանի տեղերն են, չմտածեք, չի էրվել բանանը, որ երեսը դուրս եկել, բանանը, որ դուրս է եկել երես, այդ տեղերն են։ Պլամ, ասել այսպես, լավ է եղել։ Ընտիր։ Ահա, և վերջ։ Սա տակն է, սա էլ երեսը։ Կեկսարի նոր, այս սպիտակները բանաններն են դուրս եկել ու ինքը ինչա, չի կարմրել, այդ բնական է, սա էլ սևացած չի այնքան, լավ է, թող սառի, համը կտեսնենք, կկտրեմ, սառելուց հետո կտեսնենք մեջը ինչ ձև է էրվել, հուսամ, որ շատ համեղ կլինի։ Արի, անհամբեր Լիլիթ։ Բիսկվիտը արդեն սառեց։ Լիլիթ, քանի կար ասում էիր, հայ հարայ, թող շուտ սառի։ Հանկարծ չես ասել այդ բառը, անհամբեր Լիլիթը սպասում է։ Որը։ Այդ անհամբեր Լիլիթը սպասում։ Անհամբեր Լիլիթը սպասում է։ Մի ասա, կմտածում ինչ է։ Անհամբեր ես սպասում եմ։ Դու չես սպասում։ Ես եմ սպասում անհամբեր, որ այս բիսկվիտը ուտենք, կտրենք։ Ահա, սա էլ մեր այսօրվա բիսկվիտը բանանով։ Հա? Ինչ է համով է։ Եվ ինչ ես գնահատում։ Միլիոն։ Իրոք համեղ է, բանանի համը լավ զգացվում է։ Թեյի հետ շատ հարմար է։ Ես գիտես, որ ժարի տարին, հետևորդները գրել են, ասում է, որ ժարիտ ես անում, ալուր ես լցնում, մեջը չի թռնում, ձեթի մեջ։ Չէ, գրել էին ալուր, մի փոքր ալյուր լցվ, այս անգամ պիտի փորձեմ հələ։ Ես աղը ձեթի մեջ։ Բայց էլի թռնում է, ամալ, իսկ գրել են, որ ալուր, մի փոքր ալյուր լցրեք, ասում է չի ինքը թռնում, կարելի է փորձել, լայֆխակ է։ Ահա, ես էլ կտրենք, հավեսին, Ամալիայիս հետ թեյ խմեմ։ Սուջուղ կանես կգամ քո բաղադրատոմսը կնկարեմ։ Իսենց
Դա մենք չթեյ ենք։ Աչուկանի պիրովա։ Ինչ։ Եկ շարել չեմ։ Բը շար էիր էլ էսօր։ Պարապ կնիկ ես, պարապ ես։ Դու Ահա, Էլիա ջան, էսը մեր թեյը։ Ես չայի գույնից չկար էլ խանութը։ Եսը մենք սրանից ենք սիրում։ Կանանչ տուփով։ Հա, չկար։